Երեխեք ջան, տնայինների հետ կապված հարցեր ունենք, տեսել եմ տնայինները, որ ուղարկել եք, Միլենան չկա, մեկ էլ Մարիամ, հա տեղյակ եք Միլենան ուրա, ինչի չի միանում, մի հատ կկապնվեք երեխեք ջան, ով ունի համարական հետա կոնտակտ, հա վրեզ ջան, մի հատ զանգի մի ասա թող միանա, հա շուտ, լավ, երեխեք ջան, կներեք մի հատ է փորձեք էսա եք, հա, հա,
Հա, երեխեք ջան, կներեք։ Չեկավ։ Okay։ Ու Մարիամը։ Всё։ Գնացինք։ Ուրեմն տնայիններից երեխեք ջան, կապի մեջ եք, չէ՞։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ուր եք Միլենա ջան։ Լավ, okay, կարևորը միացել ես։ Ահա, ուրեմն եկեք մի հատ բան հասկանանք, հա։ Միլենա ջան, խնդրում եմ քեզ, այդ որ գրում ես մի անգամ հայտարարում ես let RR-ը, հաջորդը գրի let RR-ը 1 կամ կոմենտի, որ ինքը error-ային տարբերակով որ ուղարկում ես, էդի սխալա, տակը որ կարմիր գիծ ա քաշում, ուրեմն խնդիր կա, եթե տակը կարմիր գիծ ա քաշում, մի անգամ պահի վրեն, տես, որ ինքը ասում ա, որ դու այդ փոփոխականը, նույն փոփոխականը չի կարելի մի քանի անգամ հայտարարել, եթե դու մի հատ let RR ունես, բացառվում ա, որ կոդը քեզ հնարավորություն տա, որ դու մի անգամ էլ օգտագործես գլոբալ տիրույթում let RR-ը, դու կարաս if-ի սկոպկեքի մեջ կամ for-ի սկոպկեքի մեջ օգտագործես, բայց դու չես կարա գլոբալ տիրույթում երկու անգամ let RR-ը ունենաս իր արտակից, դրա համար ինքը կարմիրով գծում ա, աշխատել ես, լավ ես արել տնայինների վրա, ուղարկել ես տնայինները, ապրես, բայց էլ այդ խնդիրը չանես, հա։ Всё, ուրիշ փոփոխական դիր, այս կյանքում այնքան բառեր կա, որ չգիտեմ, ինչ ուզում ես գրի, let զանգված գրեիր, let RR1, RR2, RR3, ինչ ուզում ես գրի, բայց նույն անունը մի գրի երբ, խնդիր ա տալիս, դու այդ խնդիրներով կոդը աշխատացրել ես, եղել ա, հնարավոր չի որ լինի, ինքը error ա շպրտելու կոնսոլում։ Հա, կոմենտել ես, հետո բացել ես, okay, բայց եթե կոմենտում ես, ուրեմն տենց որպես տնային, տենց մի ուղարկի, որովհետև ես որ նայում եմ, արդեն կարմիրը տենում եմ, իմ համար էդի նորմալ չի։ Այսօր անցնելու ենք for-ի համար, երեխեք ջան, մենք անցել ենք ցիկլը, որը որ տալիս էր իր սկզբնական արժեքը, հետո տալիս էր պայմանը, ու տալիս էր քայլը, ճիշտ է, for let in հավասար է 0, պայմանը դնում ենք ու i++ կամ i-, ոնց ուզում ենք, որ քայլը լինի, կամ աճող քայլա լինում, կամ նվազող, կախված պայմանից, հա, ու մեր ուզած այդ բանից, ինչ արդյունք ենք ուզում մենք ստանալ։ Հիմա առանձին մեր զանգվածների համար նախատեսված է ու ստեղծվել է մի հատ ցիկլ, որը մենք այսօր կանցնենք։ Անցնելու ենք string-ից զանգվածի անցումը, մեկ է զանգվածից string-ի անցումը, մեկ է երկչափ, եռաչափ ու խառը զանգվածներ։ Բայց մինչև այդ զանգվածներին անցնելը, ուզում եմ, որ մի հատ հասկանանք ընդհանրապես ինչ էր իրանից ներկայացնում զանգվածը, ինչի համար էր կարիքը առաջացել զանգված ստեղծելու ու զանգվածով աշխատանք տանելու համար, ինչի համար մի օր եկավ, որ որոշեցին, որ պետքա ստեղծեն զանգվածներ ու այդ զանգվածներով աշխատանքներ տանեն, որն է եղել պատճառը, ինչի համար։ Ով կարա պատասխանի այդ հարցին։ Մի քանի փոփոխականների իմաստով, հա երևի, այդ ես ուզում ասես Միլենա ջան։ Ճիշտ է, ինչ-որ չափով ճիշտ է, այո։ Այսինքն զանգվածները բազմափոփոխված տվյալների հավաքածու են։ Ինչ է ինքը իրանից ներկայացնում այդ բազմափոփոխված բառը, հա։ Ուրեմն, իրա մեջ, քանի որ մենք կարենք փոփոխական հայտարարենք, հա, փոփոխականը հայտարարում ենք, իրան ինչ-որ արժեք ենք տալիս։ Հաճախ պետք է լինում մի քանի արժեքների հետ ու շատ մեծ քանակությամբ արժեքների հետ գործ ունենալու համար, որպեսզի անընդհատ այդ փոփոխականները let անհավասարը s ու հետագայում այդ արժեքները վերցնել օգտագործելու համար ավելի նպատակահարմար գտնվեց ստեղծել զանգված գաղափարը, որը միանգամից այդ բազմափոփոխված տվյալների հավաքածուն վերցնում էր իր մեջ ու դու կարող ես իր հետ կատարեիր աշխատանքներ։ Երկրորդ մասով ինքը ունի մի հատ ինդեքս, որը սկսվում է 0-ից ու ինդեքսով կատարվելիք աշխատանքները ավելի հեշտացնում է մեր աշխատանքը։ Ուրեմն, զանգվածի մեթոդներից ով կարա ասի որն է ու այդ բացատրությունը։ Ասում ենք զանգվածի մեթոդը, ասում ենք այդ զանգվածի մեթոդի ուրեմն նշանակությունը ընդհանրապես ինչ է ինքը անում։ Ասա Էրիկ ջան։
Ինքը սպասում է ինչ-որ պարամետր, թե ոչ։ Ոչ չէ։ Ինչ իմանա, ինչ ավելացնի զանգվածի վերջում։ Array մեթոդներ, որոնց մի մասը սպասում է ինչ-որ պարամետր, ինչ-որ մի մասը չի սպասում, չէ՞։ Էդի ըստ ոնց որ ասած sense բանով, լոգիկայով արդեն, չէ՞, push է։ Եթե դու վերջում ինչ-որ մի հատ բան ոնց դու ասացիր, ինքը վերջում էլեմենտ է ավելացնում։ Բայց իրան պիտի տանք այդ էլեմենտը, որ ինքը ավելացնի։ Շատ լավ, ուրիշ մեթոդ։ Ինչ անում։ Օրինակ, pop-ը հստակ ունի սխեմա, ինքը միշտ վերջից մի հատ էլեմենտ ջնջում է։ Իրան էլ ընդհանրապես պետք չի պարամետր տա։ Ինքը իր գործառույթը գիտի։ Ուրիշ։ Շատ լավ է, վրեժ շարունակի։ Ինչ է անում slice-ը։ Որն է իր գործառույթը, վրեժ ջան, ինչ է անում ինքը։ Առաջի պարամետրը որն է իրա։ Ինչ անում, որ չէ, միշտ 0-ն չի, ես կարող ուզում եմ 3-ից մինչև 7-ը կտրեմ։ Չէ, պարտադիր չի, որ 0-ն լինի։ Մենք օրինակը 0-ով ենք տվել, բայց պարտադիր չի, որ 0-ով լինի, հա։ Այսինքն առաջի արժեքից սկսած մինչև այդ արժեքը ինքը կտրում է, չէ։ Նոր array է վերադարձնում առանց հինը ջնջելու, slice-ը, չէ։ Ուրիշ մեթոդ։ Reverse-ը։ Reverse։ Okay։ Ով կավելացնի ուրիշ մեթոդ, որ հիշում է, որ չասեցինք այս ընթացքում։ Որը։ New-ա։ Չէ, մի բան խառնում ես։ New-R-ը երևի, որ հավասար ենք արել, հա, splice-ով։ Կամ slice։ Ուրիշ մեթոդ կա, որ բաց ենք թողել, ուրիշ մեթոդ, array մեթոդ։ Ինչ էին անում մանե ջան այդ երկուսը, կասես։ Ճիշտ է։ Շատ լավ։ Всё, ապրեք երեխեք ջան։ Գնացինք առաջ։ Ասենք ունեմ մի հատ զանգված, որը որ հավասար է 1, 2, 3։ Հիմա ինձանից պահանջում է, որպեսզի ես գտնեմ արժեքները առանց իրանց ինդեքսների։ Սրա համար մեր զանգվածի հետ կապված ստեղծվել է մի հատ ցիկլ, որը որ վերցնում է զանգվածի երեխեք ջան տարերը, հենց միանգամից տարերը։ Հիմա տեսեք, այս զանգվածը string-ի դեպքում էլ ենք ասում, չէ՞։ Ինքը 1-ն է, 1-ը իր անունն է, 0-ն իր ինդեքսն է, այս 2-ը 2-ն է իր անունը, իր ինդեքսը 1 է, 3 անունը, ինդեքսը 2 է, ճիշտ է։
Հիմա մեր այս նոր ցիկլը, որը որ մենք այսօր անցնելու ենք, ինքը վերցնում է ոչ թե ինդեքսներով, այսինքն մեր իմացած for-ը let-in հավասար է 0 եւ վերցնում ենք RR length, ճիշտ է։ Ինքը վերցնում էր ինդեքսներով։ Մեր այս նոր անցնելիք for-ը վերցնում է միանգամից տարերը։ Մի հատ let resultat կպահեմ, res, որը որ հավասար է 0-ի տարերը գումարելու համար։ Հետևյալ ձևով է գրվում այս մեր նոր ցիկլը։ For let item of RR շատ կարճ, հարմար ու զանգվածի համար իդեալական տարբերակ է, երեխեք։ Հիմա եկեք մի հատ բան անենք, հա, console log անենք item-ները։ Հասկանալու համար ինքը ոնց է աշխատում, ինքը ինչն է վերադարձնում։ Երեխեք, տպում է 1, 2, 3, հենց միանգամից item-ներն է բերում։ Հիանալի գործիք է ինքը, զանգվածների հետ աշխատելու համար, շատ է օգտագործվում ու միանգամից վերադարձնում է 1-ը, 2-ը, 3-ը։ Եթե մեր համար եղավ խնդիր, որը որ անհրաժեշտություն չտվեց զանգվածի ինդեքսների հետ աշխատելու, մենք միանգամից ու պարտադիր օգտագործելու ենք for of-ը։ Իրա գրվածքը for ցիկլը let item կամ ինչ ուզում եք դրեք, let lm, item, հիմնականում այդ բառերն են օգտագործվում, element կամ item, կամ չգիտեմ, զանգվածի ինչ-որ մի հատ, ասենք խոսքի օրինակ, զանգվածի տանունը colors-ա, դու դնում ես let color of colors, այսինքն եզակի ու հոգնակի իմաստն է, հա, ելում, let item of RR, ու ինքը վերցնում է, ոչ թե ինդեքսացիայով, այլ հենց item-ները, ստեղ արդեն կգրեմ res plus հավասար է, lm, item, console log, երեքին գումարած 2 պլյուս 1, հավասար է 6։ Արեցիք, ստացվեց ձեր մոտ։ Ուրեմն, հաջորդ գործառույթը, որը որ պետք է անենք, դա string-ից անցումն է դեպի array։ Ունենք let str, որը որ հավասար է ինչ-որ մի հատ string-ը։ Let RR, new RR, new RR, որը որ հավասար է string get split մեթոդը կոչվում է split ու ասում եմ, հա, ոնց անի ինքը։ Հետո գալիս եմ իրան ստեղ մի հատ կտպեմ console log string-ը մի հատ է կտպեմ console log new RR Տեսեք, այս մեր string-ն է, որ գրել ենք, այս է մեր RR-ն է, իրան ասել եմ, որ դու արի իմ էլեմենտները վերցրու, ու եթե ես իրան ոչ մի բան չեմ տալիս, ինքը ուղղակի ամեն էլեմենտը սիրուն վերցնում է, ու ստորակետներով տարանջատում է, ու դնում է արդեն զանգվածի մեջ։ Եթե կարիքը եղավ string-ից անցում անել դեպի զանգվածի, ու զանգվածով ինչ-որ գործառույթներ անելու, ուրեմն մեզ օգնության է գալիս split մեթոդը։ Եթե ունենք մի հատ string փոփոխական, string-ից անցումը զանգվածի լինում է տվյալ string-ի
արժեքը get split ու կողքը փակագծերով տալիս ենք թե ոնց անի, հա, այդ կտրատումը։ Մենք join-ը անցել ենք, անցած դասին խոսացել ենք join-ի մասին, բայց եկեք մի անգամ էլ եւս անդրադառնանք join-ին, հա։ Ի տարբերություն սրա ունեմ մի հատ զանգված RR1, որը որ հավասար է, ինչ-որ զանգված է ինքը։ Օրինակ, գիտեմ, սենց 1 ստորակետ 2 ստորակետ AS ունեմ նման զանգված, ստեղծում եմ new str-ը, որը որ հավասար է RR1-ը get join ու ասում եմ ոնց անի այդ join-ը, այդ կտրատումը։ Կոմենտում եմ, մի անգամ տպում եմ, որպեսզի աչքիս լավ եղել, հա, RR1-ը, հետո գալիս եմ, այս ներքևում տպում եմ new str ունեմ RR-ը, որտեղ item-ներն է ներկայացված, հետագայում այս զանգվածից ստանում եմ string արժեք, որը ներքևում է ներկայացրած։ Split-ն ու join-ը հիմնականում շատ պետք են գալու տեքստով վերլուծություններ անելու համար։ Մենք զանգվածների արել եք դուք երեխեք ջան սա ձեր մոտ։ Արել եք, հասցրել եք, փորձեք։ Մարդ կա, որ չի հասցրել հələ փորձի։ Կամ հələ կիսատ է մոտը։ Դե ավելի լավ։ Հələ որ երեխեք ջան, անցել էինք սովորական զանգված, որը իր մեջ պարունակում է, ամենաբարդագույն զանգվածը եղել էր, որ իր մեջ պարունակում է number, boolean, string, հա, symbol, տենց բաներ է պարունակում, այսինքն տարբեր արժեքներ իր մեջ պարունակում է։ Այսօր անցնելու ենք երկչափ զանգվածները, 2D։ Ինչ է իրանից ներկայացնում երկչափ զանգվածը։ Զանգված զանգվածի մեջ, այսինքն զանգվածի item-ները զանգվածներ են։ Let RR-ն հավասար է, բացում ենք զանգվածը ու գրում ենք։ Իր առաջի պարամետրը զանգված է նորից։ Զանգվածի մեջ գրում ենք իր item-ները։ Արդեն այս իր առաջի զանգվածի։ A, B ու C։ Երեխեք, ուշադիր, բացվավ RR-ն, let RR-ն, ինքը զանգված է, իր առաջի տարը այս ամբողջ զանգվածն է։ Հետո, իրանք անջատվում են ստորակետով, դնում եմ ստորակետ, գրում եմ իր երկրորդ տարը, ուրեմն, բացվում է երկրորդ զանգվածը։ Հիմա
Սա մեր զանգվածի առաջի էլեմենտն է 0-րդ ինդեքսով։ Լավ, եկեք մի հատ տպենք այս զանգվածը ավելի պարզ հասկանալու համար։ Բացվում է 3 հատ array։ Մեր զանգվածն է սա, որի մեջ կա 3 հատ զանգված։ Ամեն մի զանգված իր մեջ ունի 3 էլեմենտ, դրա համար array 3 է գրած։ Բացում ենք, իր մեջ արդեն ներկայացված է։ 0-րդ ինդեքսի տակ գտնվում է մեր ABC, հա, item-ներով զանգվածը։ Մեկի տակ արդեն DEF, երկուսի տակ էլ GHI։ Ուրեմն, իր երկարությունը տալիս է 3, 0, 1, 2 ու 3 էլեմենտ է, ճիշտ է։ Հիմա, եթե ես ուզում եմ տպեմ իմ B-րդ էլեմենտը, այդ պարագայում երեխեք ջան գրում եմ, ուրեմն գրում եմ array-ի 0-րդ էլեմենտի հաջորդ փակագիծը դնում եմ, գրում եմ առաջի ինդեքսով էլեմենտը։ 0-րդ էլեմենտս առաջի զանգվածն է, որը որ հիմա ես նշում եմ, իմ առաջի էլեմենտը, որն է լինում։ Սա բնականաբար աշխատում եմ ինդեքսներով։ 0-ն A-ն է, 1-ը B-ն է, այսինքն տպելու է B։ Պարզել ոնց ենք այս երկչափ զանգվածների մեջից ինչ-որ էլեմենտ վերցնում։ Ուրեմն, եռաչափ զանգվածը let RR1-ը հավասարը։ Միած զանգված եմ բացում։ Առաջի item-ը բնականաբար զանգված է, որը իր մեջ պարունակում է, ասենք, 2 զանգված։ Առաջի զանգվածի մեջ կգրենք AB, A, ստորակետ B։ Երկրորդի մեջ C, ստորակետ D։ Հաջորդը նորից զանգվածը զանգվածի մեջ E, F, G, H, I, G, K ու L։ Սա կոչվում է եռաչափ զանգված։ Զանգված մի հատ, տեսեք, այս դեղինն է, որը բացվում փակվում է։ Երկրորդ խորությունը այս ռոզովի մալինովի, չգիտեմ ինչ գույնն է, այսի ավելի շատ բան է, մուգ ռոզվի երևի կամ ռոզվին է։ Հետո իր մեջից արդեն կապույտն է բացվում։ Սա կոչվում է եռաչափ 1, 2, 3։ Իրանից էլեմենտ վերցնելու համար, եկեք լավ մի հատ իրան է տպենք, console log RR1։ Այս RR1-ն է։ Երկու պարամետր ասում է իր մեջ պարունակում։ Ամեն մեկը նորից պարունակում է իր մեջ զանգվածներ 0-րդ ինդեքսի տակ։ Այ հիմա 0-րդն էլ որ բացեմ, իր մեջ լինելու է 2 զանգվածներ։
ամեն մի զանգված նոր բացելուց հետո ներկայացնում է իր item-ները ու իր երկարությունը։ Ամեն մի զանգված սենց կարաք բացեք ու նայեք, հա, իրանցից ինչ են ներկայացնում։ Սա 0/3-ն ընդամենը, սա 1-ն է։ Սա 0-ն է, սա էլ 1-ն է։ Եթե ես ուզում եմ, օրինակ, ստեղից ստանամ f-ը, ոնց եմ անում, գրում եմ RR1, սա 0/3-ն է, սա 1-ն է ինդեքսով, ուրեմն ինձ պետք է 1-ը, գրում եմ 1, հետո գալիս է, սա 1-ի 0/3-ն է, սա 1-ի 1-ն է, գրում եմ 0/3, քանի որ 0/3-ում է գտնվում f-ը, արդեն վերցրեցի սա, հիմա հաջորդիվ գրում եմ, վերցրեցի արդեն իմ դիտարկման կենտրոնում y-ն ու f-ը, այս զանգվածն եմ վերցրել, սա 0/3-ն է, սա 1-ը, այսինքն վերցնում եմ 1-ը ու ստեղ կտպի արդեն f-ը։ Այն մեկը b-ն է, այս էլ f-ն է։ Ստեղ երեխեք ջան, պարզապես ինդեքսներ ենք փակցնում այնքան, ինդեքսներ ենք գրում այնքան, որքան չափ ունի զանգվածը։ Տեսեք այս վերևի հատվածում ինքը երկչափ է, ուրեմն 2 հատ է։ Այս ներքևի մասում եռաչափ է, ուրեմն 3 հատ է։ Գոյություն ունեն զանգվածներ, որոնք իրանց մեջ պարունակում են թե արժեքներ, թե զանգվածներ, թե զանգվածների մեջ զանգվածներ։ Դրանք կոչվում են արդեն անկանոն զանգվածներ։ Օրինակի համար LED, RR երկուսը հավասար է, բացում եմ զանգվածը, իր մեջ գրում եմ մի հատ զանգված, որի մեջ կա A, ստորակետ, B, ստորակետ, հաջորդ item-ս կարա լինի զանգված նորից, որի մեջ գրած է 1, 2, 3, հետո հաջորդ item-ս նորից զանգված է 4, 5։ Այս իմ առաջի item-ն էր, առաջի զանգվածն է, երկրորդ զանգվածը հետևյալ ձևի է, D, ստորակետ, E ու F։ Եկեք տպենք զանգվածը ու հասկանանք ինչ ձևով է ինքը արտապատկել։ Տեսեք 4 ու 2, ուրեմն այս մեկի մեջ 4 հատ է, 1, 2, 3, 4, այս մեկի մեջ 2 հատ է։ Առանձին իրանց զանգվածները կան, ու մեջերը սիրուն գրված է։ Անբեն արդեն բաց item-ներ են, սրանք զանգվածներ են, որոնք բացելու դեպքում նոր կհասնենք իրանց արժեքներին։ Հիմա ով կարա ասի, ոնց կարանք տպենք 4-ը, ոնց ենք գրելու։ RR 0, երկրորդ 0, 1, 2, 4-ն ենք ուզում տպենք։
Չէ, 0 ինդեքսով։ Այսի կտպի մեր 4-ը, չէ։ Տպեց մեր 4-ը։ Պարզեր խառը զանգվածից, երկչափ, եռաչափ զանգվածներից էլեմենտների դուրս բերումը, ընդհանրապես ինքը ոնց է տեղի ունենում։ Ինչ արժեք ես գրել, որ բերել է undefined։ Հələ մի հատ նկարի ինձ ուղարկի հասկանամ, հա, sense չեմ տալիս։ Հիմա R-ը 3-ը undefined է տալիս։ Բրեր։ Ինչ էր եղել։ Okay։ Շատ լավ։ Հարցեր ունենք երեխեք եռաչափ, երկչափ ու այս խառը զանգվածներից։ Մեկ է for of-ից ու string-ից դեպի զանգված, զանգվածից դեպի string գնալը։ Չունենք։ Ուրեմն առաջադրանք։ Prompt-ով մի մարկյան, prompt-ով վերցնել թիվ, բայց սենց, օրինակի համար։ Սենց մի հատ թիվ, դարձնել array և գտնել թվանշանների գումարը։ Գնացինք։ Այսօրվա անցած թեմաները օգտագործելով ստանանք այս խնդրի պատասխանը։
Ինչը։ Հա, իհարկե։ Նայում եմ երեք ճանապարհ, սամյակնայ, ծանրայա, պրոմտորնիկ կոլեկտիվը, Էրջան, պետքա բան անել, հա, մեթոդ օգտագործել, չէ, էս չի իմ ուզածը, օգտագործում ես array մեթոդ, օգտագործում ես array համար նախատեսված ցիկլը ու ստանում ես նոր սամը, լավ, փորձի տենց գրես, նայ երեք ճան, փոխի, ապրես մանեջան, ճիշտ, մեթոդը օգտագործածա, զանգվածի ցիկլը օգտագործածա ու ստացած է, Okay. Երկրորդ առաջադրանք, որպեսզի մանեջան դու պարապ չմնաս, պրոմպտով ստանալ վերցնել բար և փոխել առաջին ու վերջին սիմվոլների տեղերը,
Հեսա նա տերիկի ուղարկած նայում։ Մեր ջան, ես ինչ անում է, digits-ը ինչ է։ Հա, չէ, ուղղակի ուզում եմ ջոգեմ, ինչի համար digits էլի, ինչ փոփոխական ես դնում։ Այ չեմ ասում մի գրի, ուղղակի ինտենց։ Լավ, ճիշտ է, անցի երկրորդին։ Հա, անցի։ Հա, մտքագրել թիվ, առռն ասելնա, սպլիթարած, ռեսուլտան, Իրենա ջան, մնաց վերջում մի հատ տպես։ Լավ, ռեզուլտը դրսում տպի, որ տեսնես ինչ է ստացել, մնացածը ճիշտ է։ Միլենա։ Սպլիթը արել ես, տեմպը։ Լավ, ուշա փոփոխականներ եք օգտագործում։ Տեմպը OK համաձայն եմ, առռն մեկը դարձավ տեքստ։ Շատ լավ, համաձայն եմ։ Լավ, ապրես մանե ջան, երկրորդն էլ գնաց։ Ռեզուլտը ճիշտ է, Միլենա ջան, դու էլ անցի երկրորդին, Վրեժ ջան։ Ինչ կա։ Լավ։ Ինձ ստիպում եք, որ երրորդ առաջադրանքը տամ, հա։ Լավ, այսօր պրոմպտի օրը։ Եկեք պրոմպտով վերցնենք բառ ու այդ բառի բոլոր տառերը փոխարինել շնիկով։ Դե երեխեք պետք է այս առաջադրանքները շատ անեք, որ զանգվածների հետ իդեալական կարողանաք աշխատել։ Այո, ստացար թիվը, J-ով սպլիթ արեցիր, B-ն 0 պահեցիր, համաձայն չեմ, որովհետև հարգելի Վրեժ դու օգտագործել ես մեր հին իմացած for-ը, այս for-ը փոխում ես նոր for-ով ու OK։ Վայ, Միլենա, դու էլ էիր այդ հին for-ը օգտագործել։ Երեխեք, օգտագործում ենք for off-ը, այսօր անցել ենք for off, ժամանակավորապես մոռացեք
ուրեմն իտերացիայով այս բանի, հա, for-ի մասին։ Ինդեքսացիայով չենք աշխատում հիմա։ Մոռանում եք հին for-ը, օգտագործում եք միայն for of։ Հերիկն էլ էր, հա, for of չէր արել։ Ես էլ ասում եմ, հա, օքեյ, ընտիր։ Երեխեք for of-ով։ Երկրորդ խնդիրը սաղը ուղարկում եք for of-ով, եթե for-ի կարիք լինի իհարկե։ Սրանից հետո for of-ով չեղավ, ուրեմն ճիշտ չի։ Չէ, լավ, օքեյ, երկրորդը արեք, ուղղակի սրանից հետո միայն for of-ով կանենք։ Հալո, բարև ձեզ։ Ինչ։ Items-ին ինչ վերագրենք մանություն օրինակ։ Կարա, ինչ է։ Հա, item-ը, որը տես փոխարինենք, այս մի խնդիրը իրականում ինդեքսով բան է պահանջում իրանից։
այս մեկը արեք ինդեքսով, օքեյ, այս մեկը համաձայն եմ, ճիշտ ես ասում, այս մեկը ինդեքսով արեք, որ կարողանաք ըստ ինդեքսի փոխեք, հա, տարը, ինչի մեջ, երկրորդի մեջ, չէ, շատ լավ է, մանուչ, լայտ առրն հավասար է, 1, 2, 3, ստորակետ, զանգված, 4, ստորակետ 5, ստորակետ ուրիշ զանգված, 6, 7, 8, գտնել, այս, գտնել զանգվածի, բոլոր տվերի գումարը, այս սենց, ու ամենավերջում, երեխեք միատել առաջադրանք, լեդ առին հավասար է զանգված 1 ստորակետ A ստորակետ զանգված 2, 3 ստորակետ B ստորակետ զանգված 4 ստորակետ զանգված 5 պետք է հաշվել առաջին, քանի թիվ կա, երկրորդ, այս սրա պայմանի մեջ է, էլի, պետք է հաշվել քանի թիվ կա, երկրորդ պայմանով քանի տող
ու երրորդով քանի ենթազանգված միայն առաջին մակարդակ մեկն էլ երկուսն էլ այս Հեսա կնայինք կա գրել բառը Վերցնել բառը փոխել առաջին ու վերջին սիմվոլների տեղերը Չէ, առաջի ու վերջի սիմվոլները Միլենա ջան, դու վերցրել ես, օքեյ, բայց իրանց տեղերը չես փոխել, ճիշտ չի առաջը դրանք, պետքա փոխես իրանց տեղերը, մի հատ նոր փոփոխական վերագրի, վերցրու առաջի էլեմենտը ու այդ բանով հերթականությամբ գնա առաջ, լավ, Երիկ ջան, չի լինում երկրորդը։ Լավ։ Անե ջան, լավ տարբերակ է, վատը չի, բայց կարաս այս ամեն ինչը անես երկու ցիկլի միջոցով։
Նայ, չէ, ճիշտ չի Միլենա ջան։ Սենց գրված, ես որ երրորդ տողում գրել ես, այս գրվածքդ շատ վատ է։ Մի հատ փոփոխական հայտարար, այդ փոփոխականը հավասար արա առ 0-ին, որ առաջի էլեմենտը վերցնես։ Հետո առաջի էլեմենտը փոխի վերջի էլեմենտով, վերջի էլեմենտն է փոխի այդ հայտարարված փոփոխականով։ Լավ։ Նշանա։ Հեր ջան, ստե որ գրել ես RR1 0-ն հավասար է RR1-ի RR1 get length minus 1-ին, որ հավասարցրել ես վերջի էլեմենտին, չէ՞։ Պետք է մի հատ վերջի էլեմենտը դարձնես առաջի էլեմենտ։ Այսինքն RR-ի RL length minus 1-ն էլ հավասար է B-ի։ Պետք է գրես, որ սկիզբը գնա վերջ, վերջը գա առաջ, հա։ Մի տող էլ ավելացրու, ստե մի տող պակաս է։ Վրեժ ջան, ինչ կա։ Չի լինում։ Չէ։ Հա։ Շատ լավ։
Ապրես Էրիկ ջան։ Հիմա երրորդը։ Մի րոպե։ Մանե ջան, իսկ եթե for of-ով, Տես, եթե for of-ով վերցնես, ամեն մի item-ը կլինի զանգվածները, չէ՞։ Հաջորդ ցիկլը կֆռաս այդ item-ների վրա։ Չէ՞, ու իր առանձին էլեմենտները կվերցնես, ու sum-ին կգումարես այդ արդեն բաները։ Ինչ որ գրել ես, let lm-a, sum-a, ինչա, nam-a, չգիտեմ ինչա, այ դրանք։ Շատ կարճ կլինի, հա։ Դե հետ էլ գրի, բայց ոնց որ այս վերջի վարժությունը կթողենք արդեն բանը, տնային առաջադրանքի հետ միասին, հա։ Թողնեմ նա արդեն, որովհետև քիչ ուշ է, էլի հասցնեմ վիդեո լեկցիան։ Եկեք տնային առաջադրանքը ստեղծենք։ Լավ է, վրեժ ջան, ապրես։ Այս ինչքան է շատ տնային կա ձեր բախտից։ Ընտիր, ես էի ուզում, ապրես մանե ջան, երեխեք ջան, ես տնային առաջադրանքը ուղարկել եմ, ես ինչը ով որ մնաց, ժո դուք երորդն էլ եք անում, երորդը, չորորդը, ես երկուսն էլ կանեք, ես իրեքն էլ, ավելի ճիշտ, մանե ջան, դու ես վերջինը կանես, պլյուս, արդեն տնային առաջադրանքը հասանելի է, հա, բանում, կլասրումում, այդ ամեն ինչը սիրուն կանեք, մինչև երկուշաբթի, ինձ հավելյալ էլ կա, այդ հավելյալն է հետ անպայման կանեք, բոլորդ էլ հաստատ կարող եք, այսօրվա համար այսքանը, Всё, կհանդիպենք երկուշաբթի, լավ,